Հրապարակը գրում է. մինչ իշխանություններն իրավապահների ձեռամբ ընդդիմադիրների մասին 24/7 ռեժիմով ընտրակաշառքի վերաբերյալ հնարովի ձայնագրություններ են տարածում, թերթն ահազանգեր է ստանում, որ ՔՊԱ-կան մարզպետները սոցիալական ծրագրերի անվան տակ անցել են ընտրողներին տոտալ ընտրակաշառք բաժանելու գործին։ Ավելին, տեղեկություններ կան, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, օրինակ, մի անձայրածիր ցանկ է կազմել։ Մեկի վիրահատության հարցն է լուծում, մյուսի կրթաթոշակի, երրորդի սոցիալական կարիքների, բազում մարդկանց է աշխատանքի տեղավորում։ Առհասարակ ՔՊ-ն այս օրերին դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն եւ այդ ճանապարհով է փորձում քաղաքացիների քվեները ստանալ։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ ՔՊ պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի որդին Մեխակ Միքայելյանը ըստ լուրերի մարզում ուղակի տերոր է սկսել։ Ասում են Փաշինյանը գոհ չի մնացել մարզային այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ, որից հետո Միքայելյաններն ընտանյոք հանդերձ որոշել են էլ ավելի մեծ եռանդով գործի անցնել եւ Փաշինյանին խոստացել են ընտրություններին աննախադեպ թվեր տալ։ Հատկապես ակտիվ է Մեխակ Միքայելյանը։ Եթե Սասունի Հրազդանի համայնքապետ որդին Սևակ Միքայելյանն աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի։ Մեխակ Միքայելյանը եւս բիզնեսով է զբաղվում, իշխանափոխությունից հետո նախկիններից խլած գազալցակայան է աշխատացնում։ Փաստը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ամենօրյա ռեժիմով նորանոր մեթոդներ են գտնում ընտրական պրոցեսները վերահսկելու համար։ Իմ մասնավորի նախորդային կարկառուն ՔՊԱ-ականներից մեկն անդրադառնալով տեղեկություններին, թե 100,000-ից ավելի ՀՀ քաղաքացի է Ռուսաստանից գալու Հայաստան ընտրելու հունիսի 7-ին, ասել էր, թե 100,000 մարդուց 30-ից 40,000-ին վարժական հավաքների կուղարկենք։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս իշխանություններն այս էլ որիորդ անգամ բանակը, ծառայությունը, վարժական հավաքները ներկայացնում են որպես պատժամիջոց։ Շատ ավելի ուշագրավ է, որ այսպիսի հայտարարությունն իրականում ուղղակի սպառնալի կամ բլթոց չէ։ Իրականում իշխանությունները նման որոշում ունեն։ Ավելին արդեն իսկ սկսել են այդ պրոցեսը, այն է մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից վերադառնում են Հայաստան, միանգամից հրավիրում են 25-օրյա վարժական հավաքների։ Սրա նպատակն այն է, որ նախ այդ մարդիկ քվեարկության մասնակցեն իրենց հսկողության ներքո, երկրորդ նման օրինակներով փորձեն վախեցնել եւ կանխել Հայաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան մինչև հունիսի 7-ը ներառյալ։ Ժողովուրդը գրում է. վերջին շաբաթներին հանրության ուշադրությունը գրավել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջայցերի ընթացքում արված բազմաթիվ կադրերը, որտեղ նա տարբեր համայնքներում մեծ ախորժակով օգտվում է տեղացիների կողմից պատրաստված հյուրասիրություններից։ Տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը պարզապես մոտենում է պատահական սեղանին եւ ճաշակում այն, ինչ այդ պահին առաջարկում են քաղաքացիները։ Սակայն իրականությունն այլ է։ Թերթին իշխանական շրջանակներից տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, որ վարչապետի համար նախատեսված յուրաքանչյուր սեղան անցնում է մի ամբողջ գաստրոնոմիական անվտանգության օպերացիա։ Նախքան վարչապետի մոտենալը սեղանը մանրակրկիտ ուսումնասիրվում է, ուտեստները զնվում են, գնահատվում է ոչ միայն անվտանգությունը, այլև դրանց տեղաբաշխումը, լուսանկարչական տեսանելիությունը եւ նույնիսկ այն, թե որ կողմից է առավել շահավետ կադրը։ Աղբյուրների հավաստմամբ միայն բոլոր փուլերն անցնելուց հետո է տրվում պայմանական բարի ախորժակ թույլտվությունը եւ վարչապետը կարողանում է մոտենալ ժողովրդական սեղանին։ Հրապարակը գրում է. իշխանական թիմը պարզվում է Հայաստանում կազմակերպված հակառուսական գագաթնաժողովներից եւ մեր երկրում Զելենսկի խաղացնելուց առաջ արդեն կանխատեսել էր Ռուսաստանից սպասվող արգելանքները, սակայն ոչ թե փորձել են դրանց դեմն առնել, այլ միայն անել ամեն ինչ, որ իրենց քարոզարշավը հարամ չլինի։ Թերթի ՔՊԱ-ական աղբյուրները փոխանցել են, որ իշխանության ներսում նախապես քննարկել են հավանական սցենարները եւ որոշել, որ պետք է սկզբում, մինչ ռուսական սանկցիաներն իրենց ազդեցությունը կթողնեն, այցելել Արարատյան դաշտավայր, որի բնակչությունն առաջինն է տուժելու Լոլիկի, Ելակի, Կանաչեղենի, Պտուղ բանջարեղենի արտահանման արգելքից, որպեսզի քարոզարշավի թեժ շրջանում այլևս տուժած գյուղացիների երեսը չտեսնեն։ Իսկ արդեն տոտալ սահմանափակումների ժամանակ ՔՊ-ն փակած կլինի Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերը։ Քարոզարշավն ու այցերն ավարտած կլինի եւ անցում կկատարի այն մարզեր, որտեղ բերքը հասնում է հուլիս-օգոստոս ամիսներին, երբ ռուսական սանկցիաները դեռ որևէ ազդեցություն գործած չեն լինի, ուստի բողոքի ալիքն էլ դեռ չի լինի։
Հրապարակը գրում է. անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավականին զուսպ է եւ հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի առջեւ ծառացած մարտահրավերներին, նշվում է, թե անդրադարձ է կատարվել արտահանման դիվերսիֆիկացիային։ Սակայն թերթի տեղեկություններով բավականին թեժ քննարկում է ծավալվել, բայց այդպես էլ նախարարը չի կարողացել տնտեսվարողներին լուծում առաջարկել։ Թերթը հիշեցնում է, Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում գյուղմթերքի, ձկնատեսակների, ջերմուկի, կոնյակի եւ ծաղիկների ներկրումը Ռուսաստան։ Թերթին պատմել են, որ Պապոյանը ջերմոցատերերին առաջարկել է օգնություն, ավելի ճիշտ ասել է, թե ինչով կարող է պետությունն օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը միաբերան պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է։ Եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ փաստորեն իրենց արժեվ իշխանության թեթև ձեռման փակվել է, ըստ միակ լուծումն այդ շուկան բացելն է։